10 օրից ավելի շարունակվում է Հայաստանի վարչապետի ու իշխող քաղաքացիական պայմանագրի կողմից կաթողիկոսի ու եկեղեցու մյուս բարձրաստիճան հոգևորականների դեմ քննադատությունը։ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում հոգևոր այրերի, այդ թվում Գարեգին II հավատարմությունը կուսակրոնության ուխտին, անգամ պնդում, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն կաթողիկոսի ընտրության հարցում։ Հերթական գրառմամբ Հայաստանի վարչապետը նշել է անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ եւ ընդգծել պետք է ստեղծել համակարգող խումբ։ Մեծի տանը Կիլիկիո կաթողիկոս Արամայի նախագահությամբ կայացել է Կիլիկիա վերլուծական հարթակի առցանց նիստը, որի ընթացքում Կիլիկիա հարթակը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանության ներկայացուցիչների ստեղծած մթնոլորտի առնչությամբ։ Ժողովականները խոր մտահոգություն հայտնեցին Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ պետական իշխանությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերի հետևանքով ստեղծված մթնոլորտի կապակցությամբ անընդունելի համարվեց հարցերի նման ձևով բարձրացումն ու քննարկումը, որոնք չեն բերում լուծումների, այլ ստեղծում են ներհասարակական դարբատություն, մասնավորապես ասված է հայտարարության մեջ։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով Փաշինյանի եկեղեցու եւ վեհափառի դեմ ուղղված արշավին, դա կապեց Շվեյցարիայում վեհափառ հայրապետի ելույթի հետ։ Այդ հայտարարության հանդեպ մի հարց տվեք։ Մի վարքյան։ ով է դիրիժորը։ Չէ, դուք խոսեք պարոն նախագահ։ Այդ հայտարարության հանդեպ էս դիրքորոշում պետք է ունենամ։ Չէ՞ որ անընդունելի է, ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն։ Այս խոսակցությունը ենթադրվող գործողությունները ինչ հետևանքների կբերեն եւ հաշվի առնելով, որ Փաշինյանը այսպես կառուցվածքային թիրախավորման է անցել, խմբեր է ձևավորում, հայտարարություններ է արում, արդյոք ձեր քաղաքական ուժը եւս կառուցվածքային առումով գործնականորեն կմղվի պաշտպանելու հայ առաքելական եկեղեցուն ըստ անհրաժեշտության։ Մենք այդ հարցում կհետևենք վեհափառ հայրապետի օրդորներին, վեհափառ հայրապետի դիրքորոշմանը։ Ձեր կարծիքով ինչու հիմա մտավ սա օրակարգ, հաշվի առնելով նաև մի շարք կարծիքներ, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարություններից հետո տեղի ունեցան։ Ես կարծում եմ, որ որպես առիթ երևի Շվեյցարիայում վեհափառ հայրապետի ելույթներ, այդ միջոցառումներ, բայց ամբողջովին տեղավորվում է իր այսպես հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելով, դա նույն շղթայի տարբեր օղակներ են, եւ այստեղ զարմանալու բան չկա։ Մենք թեոկրատիկ երկիր չենք, աշխարհիկ երկիր ենք եւ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի մտնելու հոգեվոր աշխարհ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է եկեղեցու ավատավոր հետևորդներից համակարգող խումբ ձևավորել, որը պետք է զբաղվի Գարեգին Կաթողիկոսին վեհարանից անելու խնդրով։ Ասլանյանի կարծիքով իրականում այս գործընթացի հիմքում շատ ավելի խորը բան կա։ Փաշինյանը պատրաստվում է հակապետական գործ անել եւ փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողությունների համար։ Օրինակի համար, եթե դուք նայեք, ասենք, Ադրբեջանի հոգևորականության ղեկավարության հայտարարությունները, որ արդեն ստեղծվել է արևմտյան Ադրբեջանի թեմ, կարծես, եւ նպատակը որն է, կարծում եմ Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի ամեն գնով խաղաղության այս պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման նորից իշխանության ուզուրպացման գործին։ Իսկ պարոն Ասլանյան, դուք Փաշինյանը։ Ես զարմանում եմ, մենք ստեղծման պահից ենք ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի, որովհետև անկախ նրանից, որ նախորդ տարիներին ինչ է արվել, կամ ինչ է բաց թողնվել, Փաշինյանը իրեն սպառել է, եւ նա պետք է հեռանա։
Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է սահմանադրությամբ կառավարության եւ նախընտրական ծրագրերով ստանձնած պարտավորությունները լիակատար տապալող անձը, ով որևէ լուրջ ռեֆորմ չի արել կամ մինչև վերջ չի ավարտել, եկեղեցու վարքու կանոնից ու փոփոխություններից է խոսում։ Նույնն այլ բառապաշարով ձայնակցում են Բաքվից։ Վերջին շաբաթներին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ձայնն էականորեն բարձրացրել են բառապաշարը կոշտացրել։ Մայրաթորի դեմ հարձակումների կանխումը երկու մակարդակ ունի, շարունակում է պատգամավորը։ Քաղաքական առումով այն իշխանափոխության իրականացումն է, իսկ այս պահին միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է, անկախ այդ process-ի վերաբերյալ տարբեր մոտեցումներից։ Երկրորդը հոգևոր բարոյական մակարդակն է, որի մոտեցումները, սկզբունքներն ու ճանապարհը պետք է սահմանի Սուրբ Էջմիածինը։ Նշված երկու մակարդակների ներդաշնակությունից պետք է բխի ոչ միայն մայրաթորի, այլև հավաքական հայության շահերի պաշտպանությունն ու դրանց առաջմղումը։ Իմպիչմենթի մասին անդրադարձում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ իշխանության չեն հավակնում, իսկ առաջադրված տեխնացու Դավիթ Համբարձումյանն արժանի է, նա ի վիճակի է լուրջ պայքար մղելու։ Իհարկե գեներացվելու է, առանց փողոցի ո՞նց կլինի։ Կոնսենսուս կարողանա ապահովել Դավիթ քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնում եք։ Ես բոլոր վտանգները տեսնում եմ։ Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել։ Դուք իրենց հարցրեք, բայց որպեսզի դուք էլ տեղյակ եղնեք, ես կարծում եմ, որ վաղը բանակցություններ են տեղի ունենալու Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ խմբակցությունների միջև եւ այդ հարցերի վերջնական պատասխաններ կստանանք։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում եք այս պահին այդ հարցի Ոչ։ Որոշողը Ռոբերտ Քոչարյանն է լինելու։ Իրենց խմբակցության մասով։ Ես չեմ կարծում, որ տպավորություն է, որ մրցավազք է, որ ՀՀԿ-ն Քոչարյանին ու իր թիմին է տուփիկ ուզում տալ, հիմա էլ Քոչարյանն ու իր թիմը ՀՀԿ-ին են տուփիկ տալիս, այսպես փոխադարձ շախ ու մատ անելու։ Ինչ են անում տուփիկ դա փակուղու արժեք կամ շախ են անում շախմատային լեզվով ասած, որ մատ անեն։ Մենք շախ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանությունները։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանը կստացվի։ Իսկ փողոց գեներացնելու հիմքեր տեսնում եք նաև այս գործընթացով։ Վստահ եմ ես, ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ։ Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ՌՇՔԴ-ի լրագրող Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում վերել էր Լեռնային Ղարաբաղի օրինակը, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք Ղարաբաղը։ Եթե հակամարտությունը կանգնեցվի առաջնագծի երկայնքով, ինչ որ զինադադար կնքվի, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Այս սցենարի դեպքում որոշ ժամանակ անց Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին։ Նրանք բոլորով կփորձեն գրավել տարածքը։ Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել։ Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել եւ ճանաչել նոր տարածքները։ Ադրբեջանի արտգործնախարարությունն անմիջապես արձագանքել է ռուս բանագնացի այս հայտարարությանը, որը ափսոսանք եւ զարմանք է առաջացրել Բաքվում։ Ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության Մեդինսկին ըստ երևույթին տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել։ Բաքուն հիշեցնում է, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում եւ միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանը նույնպես չի ուշացել։ Դիվանագետը կոչ է արել կոնտեքստից չհանել Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը եւ դրանց չտալ բոլորովին այլ իմաստ։ Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի եւ սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։ Նախիջևանում կանցկացվեն ադրբեջանա-թուրքական անխախտ եղբայրություն զորավարժությունները։ Արաքս գետի կամրջի վրա դրոշների փոխանակման արարողություն է տեղի ունեցել։ Համագարկչային աջակցությամբ հրամանատարամասշտաբային զորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-ից 19 Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ։ Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը որոշել է կրկնապատկել ազգային գվարդիայի Լոս Անջելեսում հակամիգրացիոն ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տեղակայված զորքերի թիվը հասցնելով այն 4000-ի, հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։ Ազգային գվարդիայի նոր ստորաբաժանումներից բացի Լոս Անջելես կուղարկվի նաև Կալիֆոռնիայի Փենդլթոն ճամբարի 700 ծովային հետևակային։ ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշումը հիմնավորել է դաշնային աշխատակիցներին եւ շենքերին սպառնացող սպառնալիքների աճով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Լոս Անջելեսում ընթացող բողոքի ցույցերը անկարգություններ ստեղծելու համար մեղադրել է պրոֆեսիոնալ խռովարարներին եւ անկարգությունների կազմակերպիչներին։ Նա սպառնացել է Կալիֆոռնիա ուղարկել ավելի շատ դաշնային իրավապահ մարմինների, իսկ իր Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ Թրամփը սպառնացել է բռնություն կիրառել այն ցուցարարների նկատմամբ, որոնք անհարգալից կլինեն իր ուղարկած զինվորների նկատմամբ։ Կալիֆոռնիայի նահանգապետը խոստացել է դատի տալ Թրամփին ամերիկյան օրենքի համաձայն դաշնային վերահսկողության տակ գտնվող անվտանգության ուժերը անկարգությունների դեմ պայքարում կամ արտակարգ իրավիճակի դեպքում ներգրավելու համար նահանգային իշխանությունները պետք է իրենք համապատասխան հարցում ներկայացնեն Վաշինգտոնին, մինչդեռ Թրամփը դա արել է իր կամքով։ Անցած գիշեր Ռուսաստանը շահեդ ԱԹՍ-ներով եւ հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի, մասնավորապես Օդեսայի եւ Կիևի վրա։ Օդեսայում վնասվել է ծննդատան շենքի վարչական մասը, հարված է հասցվել բնակելի շենքին, զոհվել է 1 մարդ, վիրավորվել 4-ը։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվող բնակելի շենքերը լուրջ վնաս են կրել։ Շտապօգնության կայանի վարչական շենքը լիովին ավերվել է։ Կիևը նույնպես եղել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման տակ, տասնյակ անօդաչու թռչող սարքեր են գրոհել Ուկրաինայի մայրաքաղաքը։ Դրանից առաջ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ էր արձակել Կիևի վրա։